Բարի երեկո բարեկամներ։ Բարի երեկո։ Սկսում ենք համազգային խորհրդի կազմակերպած տարվա բժիշկ եւ տարվա բուժ հիմնարկ Հուսո Աստղ մրցանակաբաշխությունը։ Սահմանված է հատուկ անվանակարգ։ Մրցանակները կհանձնեն համազգային վստահություն խորհրդի նախագահ Տիկին Աստղիկ Խաչատրյանը եւ սոցիոմետր անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն պարոն Ահարոն Ադիբեկյանը։ Շնորհավորում ենք համազգային վստահության խորհրդի անունից բոլոր բժիշկներին, մասնավորապես նրանց, ովքեր այստեղ նստած են, ովքեր շահել են ժողովրդի վստահությունը, ովքեր իրենց անձնվեր աշխատանքով հայտնի են դարձել ժողովրդին։ Շնորհավորում եմ ձեզ, շնորհակալություն, միշտ եղեք առողջ։ Իրենց անձնվեր ջանքերի համար Հուսո Աստղ հատուկ մրցանակի են արժանանում Մուրացյան համալսարանական հիվանդանոցի վարիչ, քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, բժշկագիտության թեկնածու Սամվել Դանիելյանը Եվ Ֆանարջյանի անվան օնկոլոգիայի ազգային կենտրոնի մանկական օնկոլոգիայի եւ քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկագիտության դոկտոր պրոֆեսոր պարոն Գրիգոր Բադալյանը։ Ֆորշ Սա ձեր աստառն է, սա վերարկուն, սա ձեր հոգին, որ զգեստ էր անգույն, սա է ձեր տան, հիշված ճանապարհը, սա ձեր աստառն է, սա վերարկուն, սա սրտաբան Շահեն Խաչատրյանն է, սա Մալայանն է, Վիրահատարանում, սա Մանկաբույժ Կալանտերյանն է, Սա էլ Արմենն է, Ֆիարեանում, Սա սպես էլ ապրում են, մեր սիրած քաղաքում, Սա Մեդիտեկն է, սա էլ Վեսում, Սա Մավելյանն է, սա Ավանտան, Սա իմ ընկեր, Արմեն Չավչյանն է, սա էլ Արտոն, այս դահլիճում, Սա Վիրաբույժ Միրիջանյանն է, սա էլ Լևոնն է, կյանք է փրկում, սա հոգեբույժ Հայտնի Գևորգյանն է, սա Պողոսյանն է, ծնունդ ընծում, հենց այսպես էլ ապրում են, մեր սիրած քաղաքում, սա Մեդեսինն է, սա Գրիգորյանն է, Դավիթ անհախտն է, Էրեբունին, սա մեր հայտնի Տեր Մինասյանն է, սա ծննդատուն, սա Բուսաբուժ, սա Անրահայց, Կարեն Գրիգորյանն է, սա էլ մյուս, Կարեն Նետոպշյան, սա Բուժ կենտրոն, Արտեմիսյանն է, վիրաբուժության, պլաստիկ Բուժ կենտրոն, Սա Ահարոն Ադիբեկյանն է, թուղթը ձեռքին հարցում է անում, համազգային վստահությունն է, շատ կարգին թիմ է այս քաղաքում, սա Գալստյանն է, սա էլ Բագրատը, սա էլ Վարդանն է, ֆիլմ է սարքում, սա Վիկտորյանն է, սա էլ Լյովիկը, Սա Նաջարյանն է, գործ ենք անում, հենց այսպես էլ ապրում ենք, մեր սիրած քաղաքում, սա Գործունյա Աննա Խալաթյանն է, սա էլ Լիլիթն է, սա էլ Միշոն, սա տնօրեն Աստղիկ Խաչատրյանն է, սա էլ Եվան է, նոր մտքերով, Թող ինձ ներեն բոլոր այն բժիշկները, ում անունները ես չեմ նշում,
Թող որ լսեն նրանք իմ այս երգը ու թող ապրեն իրենց քաղաքում Սա մեր ընտրած ուրախ վերջաբանն է Սա պատասխան ամեն դեպքերում Սա Շահինյանն է, սա Բախտամյանը Սա էլ մեր գործն է մեր քաղաքում Հենց այսպես ապրում ենք մեր սիրած քաղաքում Հենց այսպես ապրում ենք մեր սիրած քաղաքում Շահեն Խաչատրյանը 1993 թվականին Հրայր Հովակիմյանի եւ այլ մասնագետների հետ հիմնադրել է Նոր Քմարաշ բժշկական կենտրոնը։ Նա Հայաստանում առաջին է ներդրել ներանոթային վիրաբուժության շատ մեթոդներ եւ գործողություններ, ինչպեսիք են սրտի պսակաձև զարկերակների եւ երակների ռենտգեն կոնտրաստային անոթագրումը, բալոնային անոթապլաստիկան, անոթների ստենդավորումը, անոթների էմբոլիզացիան, սրտի հետ կապված բոլոր բաց, ինչպես նաեւ անոթային վիրահատությունները, որոնց արդյունքում փրկվել են հազարավոր կյանքեր։ Շահեն Խաչատրյան Մրցանակը հանձնում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը։ Սրտաբանության բնագավառում նորագույն մեթոդների կիրառման եւ զարգացման համար տարվա լավագույն սրտաբան անվանակարգում Հուսո Աստղ մրցանակին է արժանանում Շահեն Խաչատրյանը։ Արժանանալ համազգային գնահատականի գերագույն պատիվ է։ Մի քիչ էլ երջանկություն։ Շնորհակալ եմ։ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը Հայաստանում ամենախոշորն է։ Ակնաբուժության նորագույն սարքավորումները համաշխարհային լավագույն փորձը կենտրոնում ներդրվում է արագ եւ որակով։ Այստեղ իրագործվում են աշխարհում կատարվող գրեթե բոլոր բարդ վիրահատությունները։ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն։ Մրցանակը հանձնում է Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանը։ Տարվա լավագույն ակնաբուժության կենտրոն անվանակարգում Հուսո Աստղ մրցանակին է արժանանում Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը։ Ես իմ կյանքում երկու մասնագիտություն կա, որոնց առջև խոնարհվում եմ, դա մանկավարժի եւ բժշկի մասնագիտությունն է։ Ես կուզեի ձեզ բոլորին կոչ անեի մտածեք ձեր առողջության մասին մինչև հիվանդանալը կանխավ շնորհակալություն Արտավաստ Սահակյանը 1985 թվականին Հայաստանում առաջին անգամ կատարել է ոտնաթաթի առաջին մատի տրանսպլանտացիա դաստակին, իսկ 1986-ին պրոֆեսոր Ալեքսանդր Միքայելյանի հետ առաջին անգամ երիկամի տրանսպլանտացիա։ Որպես բժիշկ մասնակցել է Արցախյան պատերազմին, արժանացել է բազմաթիվ պետական բարձրագույն պարգևների։ Արտավաստ Սահակյան Մրցանակը հանձնում են L-Style ամսագրի գլխավոր խմբագիր եւ տնօրեն Մայա Պողոսյանը եւ դերասանուհի Սոֆիա Պողոսյանը։ Լավագույն պլաստիկ վիրաբույժ անվանակարգում Հուսո Աստղ մրցանակին է արժանանում Արտավաստ Սահակյանը։ Ես կարծում եմ, որ պարգևը ոչ միայն ինձ է հանձնվում, այլ աշակերտներին, իմ ողջ կոլեկտիվին։ Շնորհակալ եմ։ Մուշեղ Միրիջանյանը շուրջ 30 տարի աշխատում է որպես վիրաբույժ։ Նրա կատարած գիտահետազոտական աշխատանքների արդյունքում առաջին անգամ բացահայտվել է էնդոտոքսիկոզի դերը խոցային հիվանդության բարդությունների զարգացման մեջ եւ մշակվել են նոր մեթոդներ նրանց կանխարգելման եւ բուժման համար։ Մուշեղ Միրիջանյան
Մրցանակը հանձնում է Հայաստանի Հանրապետության գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։ Տարվա լավագույն ընդհանուր վիրաբույժ անվանակարգում Հուսո Աստղ մրցանակին է արժանանում Մուշեղ Միրիջանյանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մի մարդու, որի շնորհիվ ես այսօր արժանանում եմ այս մրցանակին, դա իմ ուսուցիչն է, պրոֆեսոր Սարուխանյան Հովհաննես Վազգենիչ։ Էրեբունի բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1991 թվականին Էրեբունի հիվանդանոցի հիմքի վրա։ Այն այսօր Հայաստանի խոշորագույն բժշկական կենտրոններից մեկն է եւ իրագործում է կլինիկական, գետահետազոտական եւ կրթական լայն գործունեություն։ Այստեղ միաժամանակ բժշկական օգնություն է ստանում շուրջ 600 հիվանդ, իսկ տարեկան ծննդաբերում 4000 կին։ Էրեբունի բժշկական կենտրոն։ Մրցանակը հանձնում է մայստրո Ջիվան Գասպարյանը։ Տարվա լավագույն բուժհիմնարկ անվանակարգում Հուսո Աստղ մրցանակին է արժանանում Էրեբունի բժշկական կենտրոնը։ Մեծագույն պատիվ է նման ձեռքերից ստանալիս պարգևը, վարպետ, շատ շնորհակալություն։ Մրցանակը պարտավորեցնող է եւ ես Էրեբունի բժշկական կոլեկտիվի կողմից կարող եմ ասել, որ մենք կապացուցենք, ենք, որ արժանի ենք այս մրցանակին։ Շնորհակալություն։ «1989 թվականին Հայաստանում առաջին անգամ կատարվեց կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորումը, որին մասնակցեց երիտասարդ բժիշկ Արմեն Չարչյանը։ Նա այսօր համարվում է խոշոր հոդերի ամբողջական եւ մասնակի էնդոպրոթեզավորման լավագույն մասնագետներից մեկը Հայաստանում եւ կատարում է առավելագույն քանակով բարդ վիրահատություններ։ Արմեն Չարչյան։ Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բնագավառում նորագույն մեթոդների տարվա լավագույն ներդրող անվանակարգում Հուսո Աստղ մրցանակին է արժանանում Արմեն Չարչյանը։ Սա միայն իմը չէ, սա ամբողջ մի թիմի պարգևն է։ Այս պարգևի համար ես ուզում եմ նախ եւ առաջ շնորհակալ լինել իմ ծնողներին, իմ ուսուցիչներին եւ երկրորդ իմ բոլոր գոլեգաներին։ Շնորհակալություն։ Ես անկեղծ եմ ուզում ասեմ, բոլոր բժիշկներին շնորհավորում եմ սրտով ես էլ հոգով մատաղ։ Արմեն ջան։ Վահե Տերմինասյանը 2003 թվականից ղեկավարել է Հայկական բժշկական ասոցիացիայի PR կոմիտեն, իրականացնելով մի քանի տասնյակ ծրագրեր։ 2006 թվականից առ այսօր աշխատում է ուռուցքաբանության ազգային կենտրոնի գինեկոլոգիայի եւ լապարոսկոպիայի բաժանմունքում որպես բժիշկ, նաեւ ուռուցքաբանության ազգային կենտրոնի հասարակության հետ եւ արտաքին կապերի համակարգողն է։ 2011 թվականի հոկտեմբերից վարում է Շանթ հեռուստաընկերության մի վնասիր բժշկական հաղորդաշարը։ Վահե Տերմինասյան։ Հայաստանում առողջապահական եւ բժշկական գիտելիքների տարվա լավագույն տարածող անվանակարգում Հուսո Աստղ մրցանակին է արժանանում Վահե Տերմինասյանը։ Ավելի ճիշտ կլիներ Վահեն կանգնած լիներ այստեղ, բայց ինքը քաղաքում չէ եւ ես խոստանում եմ բոլորին այս մրցանակը իրան հանձնել։ Շնորհակալություն։ Հրանտ Կալանտերյանի անմիջական մասնակցությամբ ձևավորվել են մի շարք ժամանակակից նորածնային վերակենդանացման բաժանմունքներ։ Արդյունքը վերջին տարիներին հանրապետությունում նորածնային մահացության ցուցանիշի զգալի իջեցումը։ Հրանտ Կալանտերյան։ Մրցանակը հանձնում է երգչուհի Արմինկանը։ Տարվա լավագույն մանկաբույժ անվանակարգում Հուսո Աստղ մրցանակին է արժանանում Հրանտ Կալանտերյանը։
Շնորհակալություն բոլոր աշխատակիցներին, որոնք 30 տարի շարունակ այս դժվար գործը ինձ հետ միասին տարել են եւ սա նրանց պարգևն է։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ, Եվրոպական հոգեբուժական ասոցիացիայի անդամ, Դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի նախագահ, Նորքի կլինիկայի ղեկավար Անաիդա Գևորգյանը Հայաստանում առաջին անգամ հոգեբուժության մեջ կիրառել է պոլիվալենտ դեղորայքներով բուժման մուլտիդիսցիպլինար մոտեցմամբ մեթոդները։ Անաիդա Գևորգյան։ Մրցանակը հանձնում է պարոն Ահարոն Ադիբեկյանը։ Հոգեբուժության բնագավառում տարվա լավագույն բուժկազմակերպիչ անվանակարգում Հուսո Աստղ մրցանակին է արժանանում Անաիդա Գևորգյանը։ Շնորհակալ եմ բոլորին նախկին պացիենտներին, ովքեր արդեն առողջացել են եւ կշարունակեմ հաճույքով աշխատել։ Հանրապետական ծննդատանը տարեկան ծնվում է շուրջ 3500 շնորհածին, բուժում է ստանում մոտ 3000 կին։ Արհեստական սերմավորման եւ բեղմնավորման ծառայության շնորհիվ բազմաթիվ անպտուղ ընտանիքներ ճաշակել են ծնողական բերկրանքը։ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ։ Մրցանակը հանձնում է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։ Տարվա լավագույն ծննդատուն անվանակարգում Հուսո Աստղ մրցանակին է արժանանում Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը։ Շատ շնորհակալություն։ Արտեմիսիա բնաբուժության կենտրոնը հիմնադրվել է 2008 թվականին։ Այստեղ բացառապես բնական միջոցներով բուժում են մաշկային, աղեստամոքսային համակարգի, թոքային, էնդոկրին եւ գինեկոլոգիական հիվանդություններ։ Կենտրոնում կա ժամանակակից սոնոգրաֆիկ տեխնիկա, որը թույլ է տալիս նաեւ լիարժեք հետազոտել սիրտանոթային համակարգը։ Արտեմիսիա բնաբուժության կենտրոն։ Մրցանակը հանձնում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիայի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Վարուժան Շահսուարյանը։ Բուսաբուժության տարվա լավագույն կենտրոն անվանակարգում լավագույնն է ճանաչվում Արտեմիսիա բնաբուժության կենտրոնը։ Ջերմ բարեմաղթանքներս ներկա բոլոր բժիշկներին, ինչպես նաև հանրապետության բժիշկներին եւ բուժ աշխատողներին։ Շնորհակալություն։ Մեդեսի ստոմատոլոգիական կլինիկայում աշխատում են բուժման ժամանակակից մեթոդներին տիրապետող բանիմաց եւ բազմափորձ մասնագետներ։ Այն ունի առանձնացված ստորաբաժանումներ, ինչը հնարավորություն է տալիս մեկ կլինիկայի սահմաններում համալիր մոտեցում ցուցաբերել ատամնաշարի հետ կապված ցանկացած խնդրի լուծման ժամանակ։ Մեդեսի բժշկություն եւ էսթետիկա։ Տարվա լավագույն ստոմատոլոգիական կենտրոն անվանակարգում Հուսո Աստղ մրցանակին է արժանանում Մեդեսի ստոմատոլոգիական կենտրոնը։ Սա պարտավորացնում է եւ մեր անձնակազմը այսուհետ կաշխատի ել ավելի լավ եւ կփորձի արդարացնել այս գեղեցիկ մրցանակի պատիվը։ Շնորհակալ եմ։ Կարեն Թոփչյանը 1997 թվականից առ այսօր ղեկավարում է Երևանի քաղաքային սեքսապաթոլոգիական վերականգնողական կենտրոնը։
29 տարվա աշխատանքային փորձ ունեցող Կարեն Թոփչյանը 1989 թվականից Խորհրդային Միության սեքսապաթոլոգիայի ասոցիացիայի հիմնադիրներից մեկն է, 1998-ից Եվրասիական սեքսոլոգների ասոցիացիայի անդամ է։ Վերջին տարվա ընթացքում Կարեն Թոփչյանն օրական ընդունում է 12-ից 17 հիվանդի, որը տարեկան կազմում է 2500 հիվանդ։ Բուժման մեջ Կարեն Թոփչյանը կիրառում է ինչպես իր կողմից ստեղծված, այնպես էլ համաշխարհային ստանդարտներին եւ նորմերին համապատասխան բուժման մեթոդներ։ Կարեն Թոփչյան։ Մրցանակը հանձնում է Arman & Partner ընկերության գովազդային բաժնի ղեկավար Նաիրա Հովսեփյանը։ Սեքսապաթոլոգիայի բնագավառում նորագույն եւ արդյունավետ մեթոդների կիրառման համար հուսո աստղ մրցանակին է արժանանում Կարեն Թոփչյանը։ Շնորհակալություն եմ հայտնում այս մրցանակի համար կազմակերպիչներին։ Այս տարի Meditech ընկերությունը նշում է իր կազմավորման 15-ամյակը։ 15 տարի շարունակ Meditech-ը ներմուծում է բժշկական սարքավորումներ աշխարհահռչակ արտադրողներից։ Կազմակերպությունը սկսած 1998 թվականից կարողացել է կայուն դիրք գրավել շուկայում եւ տարեցտարի ել ավելի բարձրացնել իր ծառայությունների որակը։ Meditech ընկերություն։ Մրցանակը հանձնում է Անդին ամսագրի գլխավոր խմբագիր, գրող հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը։ Միջազգային որակի բժշկական սարքավորումների տարվա լավագույն ներգրող Հայաստանում անվանակարգում հուսո աստղ մրցանակին է արժանանում Meditech ընկերությունը։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանը ոչ միայն հագեցված լինի եւ ներկրենք այդ տեխնիկան, այլ նաեւ պահենք, պահպանենք։ Շնորհակալություն բոլորիդ։ Ավանտան սկսած իր հիմնադրումից 2002 թվականից ներդնում է Հայաստանի ստոմատոլոգիայի եւ էսթետիկ բժշկության ոլորտի համաշխարհային նորագույն տեխնոլոգիաները եւ բուժման մեթոդները։ Այսօր Ավանտան արդեն 6 կլինիկական կենտրոնների ցանց է։ Լոմա Լինդա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մոսկվա, Աթենք, Դուբայ, Փարիզ, Շանհայ, Լոնդոն, Ավանտայի մասնագետների ուսումնառության եւ փորձառության ոչ ամբողջական աշխարհագրությունը։ Կենտրոնի սկզբունքն է մշտապես առաջ ընթանալ դեպի նոր նվաճումներ։ Ավանտա հազարավոր մարդկանց վերականգնված առողջություն եւ երախտագիտություն։ Մրցանակը հանձնում է Miss Հայաստան 2001 Իրինա Թովմասյանը։ Ստոմատոլոգիայի, իմպլանտոլոգիայի եւ էսթետիկ բժշկության կենտրոնների տարվա լավագույն համալիր անվանակարգում հուսո աստղ մրցանակին է արժանանում Ավանտա էսթետիկ կոսմետոլոգիայի եւ ժամանակակից ստոմատոլոգիայի բժշկական կենտրոնների ցանցը։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել մեր ցանցի բոլոր աշխատակիցներին, սա բոլորիս աշխատանքի գնահատականն է։ Շնորհակալ եմ։ Լևոն Հրուցինյանը 1986 թվականից առ այսօր աշխատում է ուռուցքաբանության ազգային կենտրոնում որպես նյարդաուռուցքաբան, իսկ 2008 թվականից որպես բաժանմունքի վարիչ։ Լևոնն ակտիվորեն մասնակցել է Արցախյան պատերազմին, բուժելով հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների, ինչի համար Հայաստանի Հանրապետության եւ Արցախի կառավարությունների կողմից պարգևատրվել է կրծքանշաններով։ Լևոն Հրուցինյան։ Մրցանակը հանձնում է Իրավունք մեդիա հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահ պարոն Հայկ Բաբուխանյանը։ Նյարդավիրաբուժության բնագավառում նորագույն մեթոդների տարվա լավագույն ներդրող անվանակարգում հուսո աստղ մրցանակին է արժանանում Լևոն Հրուցինյանը։ Շնորհակալություն եմ հայտնում հյուրերին եւ իմ սիրելի գոլեգաներին եւ ուզում եմ առիթը չկորցնեմ շնորհավորեմ բոլոր մրցանակ ստացածներին եւ նրանց, ովքեր կստանան շուտով մրցանակը։ Անդրանիկ Պողոսյանը
Էրեբունի բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալն է ծննդօգնության գծով։ Նա զբաղվում է գինեկոլոգիական հիվանդությունների բուժման եւ դիագնոստիկայի մեջ տեխնոլոգիաների ներդրման հարցերով եւ Հայաստանում մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հրատապ խնդիրներով։ Անդրանիկ Պողոսյան։ Ձեր բուրըն ծափերի ներքո բեմ եմ հրավիրում երրորդ անգամ մայրանալու երջանկությամբ համակված Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Ալլա Լևոնյանին։ Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի նորագույն մեթոդների տարվա լավագույն ներդրող անվանակարգում Հուսո Աստղ մրցանակին է արժանանում Անդրանիկ Պողոսյանը։ Անչափ ուրախ եմ եւ մի քիչ հուզված այս բարձր պատվին արժանանալու համար իմ ապագա մայրիկի ձեռքից ստանալու այս բարձր պարգևը։ Բժիշկ Մանվելյանը հիմնադրել է մշտական հիմունքների վրա գործող դեմենցիայի դպրոցը, որը նախատեսված է թե մասնագիտությամբ բժիշկների եւ թե խնամակալների համար։ Այսօրվա ավելի քան 150 բժիշկներ դեմենցիայի իրենց ստացած հետազոտման եւ ախտորոշման համապատասխան գիտելիքներն են կիրառում Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում։ Պրոֆեսոր Մանվելյանն ունի ավելի քան 100 տպագրված աշխատություններ, ինչպես հայկական, այնպես էլ միջազգային ամսագրերում։ Անցած տարվա ընթացքում լույս են տեսել եվրոպական նեղ մասնագիտական դասագրքեր, որտեղ պրոֆեսոր Մանվելյանը հանդիսացել է որպես համահեղինակ։ Մրցանակը հանձնում է բարերար Ամերիկայի հայկական ասամբլեայի նախագահ հարգարժան պարոն Հրայր Հովնանյանը։ Նյարդաբանության բնագավառում միջազգային չափանիշների ապահովում անվանակարգում Հուսո Աստղ մրցանակին է արժանանում Հովհաննես Մանվելյանը։ Հովհաննես ջան, շարունակիր այդ ուղեկիցը, որովհետև հայ ազգը քեզի պետքություն ունի։ Շնորհակալություն։ Ճիշտն ասած շատ ուրախ եմ եւ զարմացած, որ երկրորդ տարին անդմեջ ես եմ ստանում այս մրցանակը, սրտան ցանկանում եմ եկող տարի այստեղ կանգնած լինի ոչ պակաս արժանի մի նյարդաբան։ Իսկ ես շատ շնորհակալ եմ իմ ընտանիքից, ընկերներից, բարեկամներից, իմ թիմից եւ հույսով եմ, որ մեր աշխատանքը կգնահատվի եւս եւ եւս։ Շնորհակալ եմ։ Առողջ եղեք։ Դավիթ անհախտ բժշկական կենտրոնը ներառում է արտահիվանդանոցային ամբուլատոր պոլիկլինիկական եւ հիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական ծառայություններ։ Կենտրոնում այս տարի ձեզ համար կանայք խորագրով ակցիային մասնակցել է աչքի խնդիր ունեցող 1060 կին, որոնցից մոտավորապես 110 կին վիրահատվել է։ Դավիթ անհախտ բժշկական կենտրոն։ Մրցանակը հանձնում է սոցիոմետր անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։ Տարվա լավագույն պոլիկլինիկա անվանակարգում Հուսո Աստղ մրցանակին է արժանանում Դավիթ անհախտ բժշկական կենտրոնի պոլիկլինիկան։ Մեզանից յուրաքանչյուրը գիտի, որքան պարտավորեցնող է վստահությունը, բայց բժիշկը առավել եւս, որտեղ հիվանդի վստահությունը դա ամենակարևորն է եւ անհրաժեշտություն է։ Շնորհակալ եմ բոլոր այն բժիշկներից, որոնք կարողանում են վայելել վստահությունը եւ դարձել են բժշկության նվիրյալներ։ Շնորհակալ եմ։ Ռեսո ապահովագրական ընկերությունը կարճ ժամանակահատվածում հաստատվեց Հայաստանում ապահովագրական շուկայի առաջատար դիրքերում, դառնալով ամենադինամիկ զարգացող ընկերությունը։ Ռեսոն հանդիսանալով ԱՊՀ երկրների խոշորագույն Ռեսո խմբի անդամ, կիրառում է ավելի քան 30 ընկերությունների բազմամյա փորձը։ Նորարարական մոտեցումների կիրառում, հաճախորդների հարմարավետության ուղղված բացառիկ ծրագրեր, իրենց ոլորտում շուկայում լավագույնը հանդիսացող մասնագետներ։ Սրանք են Ռեսոյի աշխատանքի սկզբունքները։ Ռեսո ապահովագրական ընկերություն։
Մրցանակը հանձնում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիշալյանը եւ արտաքին կապերի վարչության պետ Հայկ Աբգարյանը։ Առողջության ապահովագրության տարվա լավագույն ընկերություն անվանակարգում Հուսո աստղ մրցանակին է արժանանում Ռեսո ապահովագրական ընկերությունը։ Շնորհակալ եմ վստահության համար եւ համոզված եղեք, որ մենք կայացնելու ենք այդ համակարգ եւ շատ են օգտվելու ու կողմնալու։ Շնորհակալություն։ Բժշկական գիտությունների տեխնացու դոցենտ իմպլանտոլոգների հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարեն Գրիգորյանը առաջիններից էր, ով 1990-ական թվականների սկզբին ներդրեց ատամնային իմպլանտացիայի գիտապրակտիկ փորձը Հայաստանում, իրականացնելով իր հեղինակած ատամնային իմպլանտատների հայկական համակարգի արտադրությունը, հեղինակի 15 գյուտերի եւ ավելի քան 40 գիտական հոդվածների, զեկույցներով եւ դասախոսություններով նա հանդես է գալիս հեղինակավոր կոնգրեսներում, գիտաժողովներում պատշաճ կերպով ներկայացնելով մեր երկիրը։ Մրցանակը հանձնում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ երգի անզուգական վարպետ Ռուբեն Մաթևոսյանը։ Իմպլանտոլոգիայի բնագավառում տարվա լավագույն մասնագետ անվանակարգում Հուսո աստղ մրցանակին է արժանանում Կարեն Գրիգորյանը։ Շնորհակալություն քեզ սիրելիս, որ դու արժանացար այս հրաշալի մրցանակին։ Շնորհակալ եմ, շատ հաճելի է հատկապես ստանալ այս բարձր պարգևը ժողովրդական արտիստի ձեռքերից, որին ես շատ հարգում եմ։ Ես քեզ եմ շատ սիրում։ Շնորհակալ եմ։ Արտեմիսիա բնաբուժության կենտրոնի հիմնադիր Բելա Աբրահամյանը բժշկում է դառնալով միջնորդ բնության եւ մարդու միջև։ Բելա Աբրահամյանի ձեռքում հարյուրավոր բուսատեսակներ բուժում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են աղեստամուքսային տրակտի ախտահարումները, կանանց բարդ հիվանդությունները, էնդոկրին համակարգի հետ կապված բարդությունները եւ այլն։ Բելա Աբրահամյան։ Մրցանակը հանձնում է սիրված երգիչ Համլետ Գևորգյանը։ Բժշկության մեջ բուսաբուժության մեթոդների լավագույն ներդրող անվանակարգում Հուսո աստղ մրցանակին է արժանանում Բելա Աբրահամյանը։ Շնորհավորում եմ ձեզ Տիկին Բելա այս պատվավոր մրցանակի համար եւ ցանկանում, որ ձեր բարի գործի համար միշտ այսպիսի գնահատանքներ ունենաք ձեր կյանքում։ Ցանկանում եմ շնորհավորել բոլոր բժիշկներին իրենց դժվարին եւ պատասխանատու աշխատանքում, ցանկանալով ուժ ու եռանդ աշխատանքում։ Շնորհավորում եմ։ Կոսմետոլոգիայի եւ պլաստիկ վիրաբուժության կենտրոն Փակ բաժնետիրական ընկերությունը, որը ստեղծվել է 1983 թվականին, Հայաստանում առաջինն էր, որ ներկայացնում էր բժշկական կոսմետոլոգիա ծառայությունը։ Այնուհետև ստեղծվեց ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը, իսկ 2010 թվականին մանկական ստոմատոլոգիայի բաժինը։ Այսօրվա կենտրոնն ունի 3 մեծ բժշկական բաժանմունքներ, որոնք են պլաստիկ եւ ընդհանուր վիրաբուժություն, բժշկական կոսմետոլոգիա, մեծահասակների եւ մանկական ստոմատոլոգիա, ինչպես նաեւ գինեկոլոգիայի, թերապիայի եւ լաբորատոր ախտորոշիչ ծառայություններ։ Կոսմետոլոգիայի եւ պլաստիկ վիրաբուժության կենտրոն։ Մրցանակը հանձնելու համար կրկին բեմ եմ հրավիրում մեր սիրելի երգիչ Ռուբեն Մաթևոսյանը։ Կոսմետոլոգիայի եւ պլաստիկ վիրաբուժության մեջ նորարարական մեթոդների տարվա լավագույն կիրառող անվանակարգում Հուսո աստղ մրցանակին է արժանանում կոսմետոլոգիայի եւ պլաստիկ վիրաբուժության կենտրոնը։ Շնորհակալություն մեր աշխատանքը գնահատելու համար եւ շնորհակալություն իմ գոլեգաներին սրտացավ աշխատանքի համար։
Հայաստանում բժշկական մարքեթինգ հասկացությունը մեր կյանք է մուտք գործել բոլորովին վերջերս, որի կայացման մեջ իր ուրույն դերն ու նշանակությունն ունի Հայաստանում բժշկական մարքեթինգի եւ PR-ի առաջատար մասնագետ Արման Խարազյանը, ցուցաբերելով բժշկական կուլտուրայի զարգացմանը առանձնագի մոտեցում, բարձր մակարդակով ներկայացնելով մատչելի եւ հասանելի բժշկական տեղեկատվություն, նպաստելով մեր Մրցանակը հանձնում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանը։ Հայաստանում բժշկական մարքեթինգի եւ PR ոլորտի տարվա լավագույն մասնագետ անվանակարգում հուսո աստղ մրցանակին է արժանանում Արման Խարազյանը։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մի մարդու, ով հնարություն տվեց ինձ իրագործել այս ամենը, պարոն Գրիգորյանին հարգարժան շնորհակալություն եւ Ավանտա բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին շնորհակալություն։ Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր նոր են սկսել այս դժվարին եւ պարտավոր ճանապարհը։ Եվ հենց նրանց ներկայությունն էլ մեր կյանքը դարձնում է ավելի ապահով։ Եվս մեկ անգամ խորին հարգանք եւ խոնարհում մեր բժիշկներին։